Մադրիդի թոփինգ գերագնահատված ֆուտբոլիստները պատմության։ Նախորդ տեսանյութում դուք կարող եք տեսնել թերագնահատվածներին թոփինգ, իսկ այս տեսանյութում մենք խոսել ենք գերագնահատվածների մասին։ 5-րդ հորիզոնականը բացում է Մադրիդի լեգենդար ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսը, ում որ ես կարծում եմ, որ չափից դուրս գերագնահատել ենք եւ չափից դուրս երկար ժամանակ ենք պայել թվում, ինքը իրոք շատ անհրաժեշտ եւ պետքական ֆուտբոլիստ է եղել Մադրիդին, իր արասները չեմ փորձում ցածրացնել եւ փորձել ավելի իջեցնել իր արասները, չէ, իր արասները ֆանտաստիկ են եղել, բայց հետո մենք պարզապես գերագնահատել ենք իր հնարավորությունները։ Ինքը պահի տակ է եղել Մադրիդի մակարդակի ֆուտբոլիստ, հետո իր որակները համապատասխան չի եղել Մադրիդի որակներին։ Այդ իսկ պատճառով top 5-րդ հորիզոնականում ինձ համար Լուկաս Վասկեսը։ 4-րդ հորիզոնականում է ֆուտբոլիստ, ով որ միակն է այստեղ ներկայիս Մադրիդից, Ռոդրիգո։ Ինձ համար այս ֆուտբոլիստը գերագնահատված է բարի բուն իմաստով, ինքը շատ լավ հանդիպումներ է ունեցել Մադրիդի կազմում, դաժե շատ լավ ինչ-որ 10 խաղանոց հատվածներ է ունեցել Մադրիդում, բայց իր պիկը տևում է շատ կարճ ու իր վատ հանդիպումների քանակը ավելին է միշտ, քան իր լավ հանդիպումների քանակը, այսինքն ինքը կարա 30 խաղ վատ խաղա, 5-ից 10 խաղ լավ խաղա, լավագույն դեպքում 10 խաղ էլ ես չեմ հիշում, որ ինքը կարանա իր երևից գոնե ստաբիլ պահի։ Ռոդրիգոն պարզապես երկրպագուների մոտ տպավորվել է քամբեքի սիմվոլ Մանչեսթեր Սիթիից հետո, բայց պետքա մի բան հասկանալ, որ ֆուտբոլում պետքա չմոռանալ նաև ներկան ու ներկայում էլ է պետք է ֆուտբոլիստը, որ մակարդակ ցույց տա։ Եթե այդ մարդը չի կարողանում ներկայաբադրության Մադրիդի որակները ապահովի ու այդ ամեն ինչը երկարաժամկետ է, կարճաժամկետ չի, ապա այդ ֆուտբոլիստը գերագնահատված է համարվում։ Եվ երբ որ իրան չափից դուրս շատ ժամանակ ես տալիս, նշանակում է, դու իրան անընդհատ դու իրան հավատում ես, ուզում ես, որ այսինքն գերագնահատում ես իրան։ Երրորդ հորիզոնականում ֆուտբոլիստ է, ում որ ես դրել եմ, եւ դուք ինձ դրա համար hate եք անելու։ Բայց ես պատրաստ եմ այս hate-ին, քանի որ Ռաֆայել Վարանը ինձ համար գերագնահատված ֆուտբոլիստ է, որ Ռաֆայել Վարանը իր prime-ի ժամանակ եղել է երևի աշխարհի լավագույն պաշտպանը, եթե ոչ լավ աշխարհի լավագույնը, то առնվազն top 2-ի մեջ է եղել, դա փաստ է։ Բայց ես կարծում եմ, որ մենք իր տաղանդը չափից դուրս գերագնահատված ենք համարել։ Մենք իրան չենք գնահատել իր տաղանդը այնպեսին, ինչպեսին որ կար, ու էդի փաստ այնա, որ մենք չենք թույլ տվել, որպեսի Պեպեի հետ Վարանը մրցակցի, երբ որ մրցակցել է, միշտ Պեպեն հաղթել է։ Ու հենց որ Պեպեն հաղթում էր, Պերես Ձյաձան փորձեց Պեպեից ազատվի եւ խաղացնի Ռաֆայել Վարանին։ Չսխալվեց 1-2 մրցաշրջան, բայց հետո տեսանք, որ Վարանը ստաբիլ ֆուտբոլիստ չի, մենք Չեմպիոնների լիգայի փուլերից մեկում դուրս թռանք, նույնիսկ հենց իր իսկ պատճառով դա շատ քիչ է լինում, որ մենք կարող ենք իրոք վստահ ասել, որ մենք ֆուտբոլիստի պատճառով թռնում ենք Չեմպիոնների լիգայից։ Այդտենց բան շատ քիչ է լինում։ Ու այդ քիչերից մեկը հենց եղել է Ռաֆայել Վարանի հետ, ու տենց քիչ խաղեր չի եղել։ Ես հիմա որ հենց հիմա մտքիս եկավ, Ռաֆայել Վարանին շատ եմ նմանացնում Հաուսենի հետ։ Ես հենց հիմա այդ պահը բռնեցի։ Հենց հիմա վիդեո նկարելուց նշին սցենար ունեմ։ Իրոք ես հիմա զգում եմ, որ Ռաֆայել Վարանն ու Դին Հաուսենը իրոք շատ նման են իրար, ու հույս ունեմ Հաուսենը չի լինի այդպես ձախողակ պաշտպանությունը, որովհետև իրոք Վարանը շատ էր ձախողումներ անում, շատ էր բռակը Վարանի պաշտպանությունում, ու ես Վարան երբ որ մեր պաշտպանությունում էր, ես երբեք հանգիստ չեմ եղել։ Չէ, երբեկը եկեք սուտ կլինի, ես հանգիստ եմ եղել մեկ մրցաշրջան ու դա հենց իր prime-ի ժամանակ է եղել, իսկ ընդհանուր առում ես երբեք վստահ չեմ եղել, երբ որ Վարանը եղել է մեր կենտրոնական պաշտպանը։ Ես միշտ վախեցել եմ դրանից, ես միշտ ուզեցել եմ, որ իր կողմը մի հուսալի ուրիշ ինչ-որ մեկ լինի, որ եթե ինքը բորշի գոնենի փրկի։ Այդպիսի զգացողությունները ես միշտ ունեցել Վարանի հետ կապած։ Երկրորդ հորիզոնականում է ֆուտբոլիստ, ով որ նույնիսկ ոսկե գնդակ է նվաճել Մադրիդում, բայց միջև ոսկե գնդակը նվաճելը ինչքան է ինքը մեզ ուղակի տանջել ու զզվացրել, ինչքան ես ուղակի խոսքեր չունեմ, թե ինքը ինչքան է ուղակի մեզ զզվացրել, գժվացրել իր բաց գոլերին, գոլ չանելով, բաց գոլերին, չգիտեմ, ինչ որ հիմար որոշում կայացնելով,
խոսքը Կարիմ Բենզեմայի մասին է, եթե Ռոնալդոյի փոխանցումների իրան կատարած գոնե 50%-ը կատարե, Ռոնալդոն հիմա, չգիտեմ, Մեսսից երևի 100 ասիստով տարբերությունը կլներ, ոչ թե այնքան ինչքան որ կա։ Ռոնալդոն կլիներ պատմության երկրորդ լավագույն ասիստենտը։ Ուղղակի այդքան ինքը հարամել է, կոնկրետ մենակ Ռոնալդոյի փոխանցումները։ Կարակ մտնեք ուղղակի տեսանյութեր նայեք, թե ինքը ինչքան դրվագները ուղղակի փչացնում Ռոնալդոյի փոխանցումից։ Ես խոսք չունեմ, հետո ինքը ուղղակի մեզ բոլորին ապացուցեց, որ ինքը իրոք շատ ուժեղ ֆուտբոլիստ է, բայց ինքը գերագնահատված է եղել միշտ, ինքը շատ շուտվանից պետք է Մադրիդից հեռացված լիներ իր մակարդակով։ Ես կարծում եմ, որ տենց գծետը 15-16 մրցաշրջանից հետո կարծում եմ, որ Բենզեման պետք է հեռանար, բայց փառք Աստծո ինքը մնաց, մենք մի քիչ էլ տանջվեցինք իր ձեռը ու հետո ստացանք այն ինչի համար որ մենք այդքան սպասել էինք, տանջվել էինք իր ձեռը, բայց կարծում եմ ինքը ամեն դեպքում գերագնահատված ֆուտբոլիստ է, Մադրիդի լավագույն ասիստենտն է, Մադրիդի լավագույն երկրորդ ռմբարկուն է, բայց մի հատ Անդրեյ Կալեսնիկ կար, ինքը շատ մի հատ ուժեղ խոսք է ասում, էլի ասում է, դասում է դաժե գորիլան, որ Մադրիդում այդքան խաղար, ինքն է գոլ անել կսովորեր։ Ու նույնը վերաբերում է կարծում եմ Կարիմ Բենզեմային, ես չեմ ուզում էլի ցածրացնեմ իր արածները, բայց ինձ համար Կարիմ Բենզեման միշտ գերագնահատված ա եղել Պերես Ցիադիայի կողմից եւ առանց կոնկուրենտների ինքը միշտ մեկտարկային կազմի ֆուտբոլիստ ա եղել։ Դա կպաստի Մորատան։ Առաջին օրիզոնականը ֆուտբոլիստ է, ում որ շատ-շատերը սիրում եք, Գարեթ Բեյլ։ Այստեղ նաև դերախաղացել իր մարդկային որակները, այստեղ նաև դերախաղացել Պերես Ձիադյան, ով որ ենթադրում էր, դիտարկում էր այն տարբերակը, որ Գարեթ Բեյլը կարող է փոխարինել Ռոնալդոին։ Ես չգիտեմ մարդին շպտի ծխած կամ խմած լինի, որ մտքով անցնի, որ Գարեթ Բեյլը կարող է փոխարինել Ռոնալդոին։ Ու առասարակ բացի Մեսսիից ով կարող էր փոխարինել Ռոնալդոին Մադրիդում, ես չգիտեմ։ Իսկ Պերեսը կարծեց, որ ավելավա Ռոնալդոյի պայմանագիր չի երկարաձգի եւ հույսը դնի Գարեթ Բեյլի վրա, ով որ 13-14 մրցաշրջանից հետո ուղղակի ամեն մրցաշրջան հետո կործանվում էր որպես ֆուտբոլիստ եւ որպես մարդ իմ աչքերում, որպես Մադրիդի ֆուտբոլիստ, ով որ ուղղակի Մադրիդի գերբի հետ խաղ էր անում ու Մադրիդի գերբի վրա կատակներ էր անում, որոնց համար շատերի համար այս թեման ընդունելի է, նորմալ է, շատ-շատերը իրան նորմալ են նայում ու ներում են այդ ամեն ինչը, ես այդ ամեն ինչը չեմ կարող ընդունել ու նաև ֆուտբոլային որակներով ինքը շատ լավ ատլետիկ ֆուտբոլիստ է եղել, ատլետիկ, այսինքն ինքը եղել է ատլետ, ոչ թե ֆուտբոլիստ, ինքը շատ լավ արագ է եղել, շատ լավ ձախ ոտքով հարված է ունեցել, բայց ինքը եղել է աղագի դախ ու պլյուս վնասվածքներով լի, ոչ ստաբիլ, չգիտեմ, իր ամենաբոմբովի սեզոնը, որ ես իրան սիրել եմ, 13-14 մրցաշրջանն է եղել, որտեղ որ ինքը ուղղակի ֆանտաստիկ է եղել, ես երազել եմ միշտ իր նման ֆուտբոլիստ ունենալ մեր թվում դորվանից հետո, բայց մենք միջի մա չունենք իր այդ դրա նման ֆուտբոլիստ ու ինքն էլ չի եղել իր նման ընդհանրապես 13-14-ից հետո։ Դրա համար ես կարծում եմ, որ նախ առաջին հերթին իր աշխատավարձը ու իր խաղը ընդհանրապես չեն համապատասխանել եւ ինքը ստացել է այնքան, որքան օրինակ չգիտեմ Նեյմարը, Սուարեզը, Ռոնալդոյի ուզած Ռոնալդոյի չափ է ստացել, Ռոնալդոյի հեռանալուց հետո եթե չեմ սխալվում։ Դե կարող է 2 միլիոնի տարբերություն լինի բոնուսների հետ կապված, բայց ինքը ընդհանրապես Ռոնալդոյին մոտիկ է չի եղել, որ իր աշխատավարձը այդքան բարձր είναι։ Դրա համար ինքն կարծիքով պատմության գերագնահատված ֆուտբոլիստն է Մադրիդի։ Գրեք ձեր արարծիքները մեկնաբանություններում, շատ վստահ եմ, որ այս տեսանյութի հետ մեծ մաս համաձայն չի լինի, բայց գրեք ձեր մոտ ով կլիներ top 5 գերագնահատված ֆուտբոլիստները Մադրիդում։ Հալա Մադրիդ, ինադամա։ Եթե չես ցանկանում բաց թողել այսպիսի տեսանյութեր top 5-էր, top 10-էր Աբուլ Վոլկերի կողմից, չենք մոռանում բաժանորդագրվել։